Բալիկի իմեջում ասում է, որ զիջել նշանակում է պարտվել։ Իմ բալիկ այսօր կնայեք 4 տարեկան իմ բալիկին գրքին նստած դա ասում է։ Զիջել հասկացողություն չկա, կա հաղթանակ, կա հնարավոր չի մարդ ապրի իրա կողքից իրա վրա ձեր չմեկնեն, ձեր չգցեն։ Հիմա մարդը, ես դա մարդ ունեմ ասում, դա պետության նկատի ունեմ, էլի։ Հիմա պետությունը պետք է այնքան ուժեղ լինի, որ իրան կողքերից իրան վրա ձեր չգցեն, ժողովուրդ ջան։ Հիմա ես չգիտեմ ոնց են մտածում, ինչ են մտածում։ Շնորհակալ եմ, որ 8 միլիարդի զենք են առել, շատ շնորհակալ եմ ապրեն, բայց այդ զենքը առնողին են մի հատ կոմենտ է գրել 100-ով կլաս են դրել, կոթին պիտի տեր լինի։ Այդ 8 միլիարդի զենքը որ առել է, պիտի տերել լինի այդ 8 միլիարդի զենքը նենց օգտագործի։ Իհարկե եթերներ կան, այդտեղ առանց եթերների չեմ ասում, չասեք ես գեղացին էսով, հա, բայց այդ 8 միլիարդի զենքը պետք է այնց օգտագործեն, որ աշխարհը մեզ հաշվի առնի, որ այսով էս ինչ պետություն են։ Պարոն Չիլինգարյան, նախորդին Վանե Գիծանոյան նախորդորը հենց որոշեց Հասկացած ես։ օր դարձնել, միտում տեսնում եք։ Ես չգիտեմ, որ այսօր այդ երեկվա ակտիվությունը չկա իշխանականների։ Իշխանական եղել է, ես չգիտեմ, այսօր ովքեր են եկել, ես դա չգիտեմ։ Դե ուրեմն, ես գիտեմ, ուրեմն իմ ընկերների մեջ մի քանի անգամ վեճ է եղել, կառավարական գալը պետք է ես էդի նկատի ունեմ։ Դա հատուկ արվել է, որ այսօր կառավարությունը կառավարական ձևով չկա բանակի տոնի համար, որովհետև ինչ որ միտեղ երկնային միտեղ գրված է, որ մենք բանակ չունենք, մենք բանակը կամած քչացնում ենք, թե ծառայությունը, թե սպառազինությունը, թե ամեն ինչը։ Այս դրա համար ես իմ ընկերների հետ վիճել եմ, ասել եմ, որ երկու բանը իրար օր դրել եմ, որ այդ որտեղ եք տեսել, որ մի երկրի ղեկավարություն 2 օր նույն տեղը գնա միջոցառման, այդպես բան չի կարա լինի։ Հիմա նա հատուկ արվել է, հետուկ եկել են, ստեղ շարվել են նկարել, մաքուր ոչ մեկը չկար, այդպես նկարվել են ու գնացել։ Դե հիմա ես ինչ կարամ ասեմ իրանց փոխարեն։ Դա իմ համար ընդունելի չի, իմ ընկերներից ոմանք էլ նեղացել են, հետո բացատրել եմ, հետո հասկացել են։ Պետք չի եղել, որ նույն ոնց ասեմ, նույն առիթով 2 տոն, մի հատ սքով, մի հատ էլ բան, այդպես ոնց կլի, սքի մեջ ես օրինակ, սքի մեջ երեք ու մեկ էլ այսօր Իրիգունը ժամը 12 անցնի, ես ոգևորված գամ ու մեկ էլ բանակի տոնը, որ ես բանակի իմ համար ամեն ինչ արժի։ Ոնց կարա այդպես բանանի։ Չեմ ասում են, որ սքակիր մայրեր, սքակիրի հարազատներ, ընկերներ կորցրածներ, լիքը մարդիկ։ Այդ ոնց եղա, որ երեք գան ստեղ սուքանեն, այսօր էլ գան ստեղ, չգիտեմ, ձեր ասած խորհուրդը սենց ներկայացնենք։ Դե ասեք, ժողովուրդ ջան։ Եղավ, շնորհակալ եմ, պարոն։ Ձեզ եմ շնորհակալ, ապրեք դուք, լավ օր ձեզ։